634 Հայրն իր ունեցած 65 ոսկին կտակեց 5 որդիներին, հետևյալ կերպ. տարիքով ամենափոքր որդին ստացավ որոշակի քանակով ոսկի, նրանից տարիքով հաջորդ մեծ եղբայրը փոքրից 3 ոսկի պակաս և այդպես մինչև մեծ եղբայրը, որոշիր, թե յուրաքանչյուր եղբայր քանի ոսկի ստացավ: Փոքրը ստացել է ինչ-որ x քանակությամբ ոսկի, մեծը ստացել է x մինուս 3, այնուհետև մեծից ևս մեծը, փոքրից երրորդը ստացել է x մինուս 3 մինուս 3, երկրորդ որդին ստացել է x մինուս 3 մինուս 3 մինուս 3, պլյուս հաջորդը ստացել է և ամենամեծ որդին ստացել է նրանից ևս 3-ով պակաս x մինուս 3 մինուս 3 մինուս 3 մինուս 3, հավասար է 65: Բացում ենք փակագծերը, x գումարած x մինուս 3 գումարած x մինուս 3 մինուս 3 գումարած x մինուս 3 մինուս 3 մինուս 3 մինուս 9 գումարած x մինուս 12, այստեղ կարող ենք գրել 6, հավասար է, քանի x ունենք, 1, 2, 3, 4, 5, 5x մինուս 3 մինուս 6 մինուս 9, մինուս 9 մինուս 9 մինուս 18, մինուս 18 մինուս 12, հավասար է մինուս 30, 5x մինուս 30, հավասար է 65, 5x-ը հավասար է 65 պլյուս 30, 95, x-ը հավասար է 95 բաժանած 5, x-ը հավասար է 19, հիմա մենք գիտենք, որ փոքր որդին ստացել է 19 ոսկի, փոքրից մի քիչ մեծը ստացել է 19 մինուս 3, հավասար է 16 ոսկի, հաջորդ որդին ստացել է 19 մինուս 6, հավասար է 13 ոսկի, հաջորդ որդին ստացել է 19 մինուս 9, 10 ոսկի և ամենամեծ որդին ստացել է մինուս 12 ոսկի, ստացել է 7 ոսկի, հիմա ստուգում ենք, 19 գումարած 16 գումարած 13 գումարած 10 գումարած 7, հավասար է, 13 գումարած 7 հավասար է 20, 30 և 35, 65 ոսկի, խնդիրը լուծված է: 635 Առաջին բիդոնում կա 3 անգամ շատ կաթ, քան երկրորդում: Եթե առաջինից 20 լիտր կաթ լցնենք երկրորդի մեջ, ապա երկուսում էլ հավասար քանակությամբ կաթ կլինի: Քանի լիտր կաթ կար յուրաքանչյուր բիդոնում: Նշանակենք երկրորդ բիդոնում ուրեմն x լիտր կաթ, առաջինում 3x, հիմա եթե մենք առաջինից 20 լիտր լցնենք երկրորդի մեջ, կնշանակի երկրորդին գումարենք 20 լիտր, երկու բիդոններում կաթի քանակությունը կհավասարվի, կազմում ենք հավասարում հետևյալ կերպ, 3x մինուս 20-ը հավասար է x պլյուս 20-ի, 3x մինուս x հավասար է 20 պլյուս 20, 2x-ը հավասար է 40, հիմա մենք որոշում ենք, թե երկրորդ բիդոնում քանի լիտր կաթ կար, x-ը հավասար է 40-ը բաժանած 2-ի, x-ը հավասար է 20 լիտր,
Հիմա առաջին պիտոնում կլինի 3 անգամ 20, սա երկրորդ պիտոնում, առաջինում կլինի 20 անգամ 3, հավասար է 60 լիտր։ Մենք որոշեցինք առաջին պիտոնի և երկրորդ պիտոնում եղած կաթերի քանակությունը, բայց հիմա ստուգում ենք, եթե 60-ից հանենք 20 և 20-ին գումարած 20 հավասար կլինի երկու պիտոններում եղած կաթի քանակությունը, 60 հանած 20 հավասար է 20 գումարած 20, խնդիրը լուծված է։ 636. Բեռնատար ավտոմեքենան քաղաքից մինչև գյուղ եկած ճանապարհն անցնում է 1 ժամ 48 րոպեում, իսկ մարդատար ավտոմեքենան 48 րոպեում։ Գտիր բեռնատարի արագությունը, եթե հայտնի է, որ այն 50 կմ/ժ-ով փոքր է մարդատարի արագությունից։ Որպեսզի ավելի հեշտ լուծվի այս խնդիրը, անհրաժեշտ է, որպեսզի չափի միավորները լինեն նման, այսինքն բերում ենք միևնույն չափի միավորի։ 1 ժամ 48 րոպեն հավասար է 108 րոպե։ Սա բեռնատարը, մարդատարը 48 րոպեում։ Բեռնատարի արագությունը նշանակում ենք 50 մինուս x մինուս 50, քանի որ կմ/ժ, իսկ մարդատարինը նշանակում ենք x-ով։ Կազմում ենք հետևյալ հավասարումը. x մինուս 50 անգամ 108 հավասար է x անգամ 48 կամ 48x։ Որպեսզի իմանանք, թե քանի կիլոմետր են, երկուսն էլ միևնույն ճանապարհն են անցել։ Հիմա օգտվում ենք բազմապատկման բաշխական օրենքից։ 108x մինուս 50 անգամ 108 հավասար է 5400, հավասար է 48x։ Բերում ենք հավասարման ձախ կողմը, 108x մինուս 48x հավասար է 5400, 60x-ը հավասար է 5400-ի, x-ը հավասար է 5400 բաժանած 60-ի, x-ը հավասար է 90, 90 կմ/ժ դա մարդատար ավտոմեքենայի արագությունն է։ Իսկ գիտենք, որ բեռնատար ավտոմեքենայի արագությունը 50 կմ/ժ-ով փոքր է մարդատարից։ Բեռնատար 90 հանած 50 հավասար է 40 կմ/ժ։ Խնդրեմ։